Լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, դա նշանակում է ձեզ հետ են Վրեժ Կիրակոսյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ մի խումբ մարդիկ, ովքեր աշխատում են տեսախցիկներից այն կողմ։ Բարի լույս, այո, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեր օրը լցվի սիրով, ջերմությամբ, ուրախությամբ եւ կարողանաք լավ կազմակերպել այն ամենը, ինչը պլանավորեք այսօրվա համար։ Իսկ ինչ է հարկավոր, որպեսզի դրական լիցքեր ունենանք, իհարկե լավ երաժշտություն, այս պայն առաջարկում ենք լավ երաժշտությամբ արթնանալ, լիցքավորվել եւ շարունակել հետեւել մեր եթերին։ Դե ինչ, վերադարձանք, վստահ ենք, որ երաժշտությունը օգնեց ձեզ արթնանալ, ունենալ լավ լիցքեր։ Եվ վստահ ենք, որ այն թեման, որի մասին զրուցելու ենք այսօր մեր հյուրերի հետ, վստահաբար ձեզ ուրախացնելու է, որովհետև խոսքը հանգստին է վերաբերում, տարվա ինչ եղանակ է լինի աշուն, ձմեռ, գարուն, ամառ, բոլորս ձգտում ենք լավ հանգստանալու։ Այո, այսօր ունենք հրաշալի հյուրերում շտապում եմ ներկայացնել Adventure Tour օպերատոր ընկերության փոխտնօրեն Արեգ Սինանյանն է մեր հյուրը, բարի լույս, եւ туриզմի դեպարտամենտի ղեկավար Լիլիթ Ղարատյանն է մեր հյուրը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ ուրախ ենք, որ այս առավոտ սկսել եք մեզ հետ միասին եւ խոսելու ենք կարևոր թեմայից, այն է թե ինչպես հանգստանալ, ինչպես լավ հանգստանալ, մատչելի հանգստանալ եւ որ ուղղություններով հանգստանալ։ Առհասարակ Adventure Tour-ը ինչ ուղղություններ է առաջարկում եւ ինչ նորություններ ունի։ Մեր հիմնական ուղղություններն են Էմիրությունները, Կիպրոսը, Մալդիվը եւ Քաթարը։ Այսօր կուզենայինք խոսել Աբու Դաբի յազկղզու մասին։ Քանի որ այնտեղ կան եւ նորություններ եւ տեսարժան վայրեր, որոնց մասին շատերը չգիտեն։ Սա նոր ուղղություն է։ Ավելի քան 10 տարի է ինչ ընդունում են հյուրեր, բայց տարեցտարի նոր զվարճանքի կենտրոններ, նոր տեսարժան վայրեր են այնտեղ բացվում։ Հայք առաջարկեմ մի փոքր ավելի բացենք, որտեղ է գտնվում յազկղզին եւ որքան է հեռու Դուբայից այն։ Դուբայից հեռու է մոտ 1 ժամ, իսկ Աբու Դաբի օդանավականից ընդամենը 20 րոպե հեռավորության վրա է։ Այսինքն զբոսաշրջիկներին շատ հեշտ է լինելու գալ Աբու Դաբի եւ միանգամից հասնել յազկղզին։ Իսկ ինչ առավելություններ ունի յազկղզին, ինչով է առանձնանում եւ ինչով կգրավի զբոսաշրջիկին։ Յազկղզին, չեմ վախենա ասել, արդեն աշխարհում հայտնի է իր 4 թեմատիկ պարկերով, որոնք Ֆերարին առաջինն է եղել նմանատիպ փակ որպես պարկի կոնցեպցիա, ունի 4 թեմատիկ այգիներ, որոնք ընտանեկան հանգստի համար լիուլի բավարար են, որպեսզի դու չզգաս ինչպես է օրը սկսում եւ ինչպես է ավարտվում եւ հետ վերադառնաս էմոցիաներով, երջանիկ, թե մեծերի համար, թե փոքրերի համար։ Այնտեղ Ferrari պարկն է, Warner Bros-ն է, Waterworld-ն է եւ SeaWorld-ը, որը վերջերս է բացվել։ Բոլորն էլ դիտարժան այցելելու ենթակա վայրեր են, որոնցից հետո միայն գոհունակություն ենք ստանում հաճախորդներից եւ շատ մեծ դրական գնահատականներ։ Ինչպես հասկացա, ավելի շատ ընտանեկան կարելի է հանգիստ կազմակերպել, այ եթե բյուջեի առումով վերցնենք, հա, ֆինանսական առումով ավելի մատչելի է այնտեղ հանգստանալ եւ ավելի հետաքրքիր հանգիստ կարելի է կազմակերպել։ Այո, կարելի է միանշանակ կազմակերպել թե հետաքրքիր եւ թե մատչելի հանգիստ, քանի որ տվյալ կղզին, յազկղզին մի կղզի է, որտեղ հյուրանոցները մի քանի հատ են եւ յուրաքանչյուր հյուրանոց իր մեջ ունի առաջարկ փաթեթներով, երբ որ դու կացությունը տվյալ հյուրանոցում է, նրա մեջ ներառվում են նաեւ պարկերի տոմսերը անվճար։ Եվ անվճար ավտոբուսներով, որը յազկղզում կա, իրենք գրաֆիկ ունեն։ Այդ գրաֆիկով անverջ քեզ տեղաշարժում են մի պարկից մյուսը, մյուսից մյուսը, այսինքն թե տեղաշարժվելու, թե գնային առումով ինքը բավականին հարմար է ստացվում։ Եթե վերցնեք այդ փաթեթները։ Այսինքն կան կոմբո փաթեթներ, որ դուք առաջարկում եք, որ զբոսաշրջիկը կարողանա եւ այցելել յազկղզի եւ այնպիսի հյուրանոցում լինի, որտեղ կկարողանա տոմսեր ձեռք բերել կամ միանգամից հյուրանոցի մեջ մտնի նաեւ այցելությունը դեպի տեսարժան այդ վայրերը։ Այո, կան այսպիսի փաթեթներ, ինչպես նշեցի, յազկղզու հյուրանոցներում, երբ որ ձեռք եք բերում կացություն ներառելով պարկի տոմսերը արդեն անվճար, բայց եւ այնպես կան հյուրանոցներ,
էմիրություններ, Աբու Դաբիում կամ ցանկացած էմիրություն, երբ որ դուք ձեռք եք բերում փաթեթ հյուրանոցային ուղակի կացություն, սակայն կարող եք ի լրացում վերցնել նաև տոմսեր ու շատ հեշտությամբ հասնել Յազ կղզի, որովհետև Յազ կղզին այս պահին համարյա բոլոր էմիրություններով ունի Յազ էքսպրես ավտոբուսներ, որոնք անվճար մոտենում են տվյալ հյուրանոց, վերցնում են զբոսաշրջիկին եւ տանում են Յազ կղզի եւ նույն սկզբունքով հետ են բերում տվյալ հյուրանոց, որտեղից որ հյուրը մեկնել է։ Այսինքն ամեն ինչ մտածված է։ Վստահաբար հեռուստադիտողին կհետաքրքրեն նաև ժամկետները ու ինչ ժամանակաշրջան այցելի, այսինքն տարվա որ եղանակին է ավելի ճիշտ։ Կարելի է գնալ Աշնանը իրենց մոտ համարվում է բարձր սեզոն։ Հոկտեմբերից մինչև ապրիլի վերջ համարվում է բարձր սեզոն։ Թե եղանակային առումով, թե բարձր ինքը բարձր սեզոն է համարվում, շատ են այցելությունները, սակայն 12 ամիս տարվա մեջ զբոսաշրջիկը կարող է այցելել Յազ կղզի, որովհետև տվյալ պարկերը փակ են։ Իրենք բացօթյա չեն, զբոսաշրջիկը նեղություն չի կրելու շոքից, հովացման, բոլոր անհրաժեշտ պայմանները այնտեղ կան, դու ոնց որ մտնում ես քաղաք, ամեն պարկ մտնելուց, ոնց որ դու մտնես մի քաղաք, որը փակ է, դու չես զգում դրսի ոչ եղանակը, կտրվում ես աշխարհից, հետո դուրս ես գալիս ու ասում ես ես որտեղ եի, ոնց որ կտրված մի քաղաք մտնես։ Իսկ տարածքային մեծ են, այսինքն մեկ օրում կարող ես այցելել միանգամից 4 պարկ, թե յուրաքանչյուր պարկին մեկ օր պետք է հատկացնել։ Ես խորհուրդ չեմ տա, որովհետև շատ մեծ է եւ շատ հագեցած է։ Եթե դու ուզում ես ինչ-որ բան հասկանալ քո գնացած պարկից, գոնե օրը 1 պարկ, մաքսիմում 2, բայց այդ կլինի ավելի վազքի մեջ, ավելին խորհուրդ չեմ տա, մաքսիմում 2, բայց ցանկալի է օրը 1 պարկ։ Ավելի լավ է այնպես ձևակերպել, որ յուրաքանչյուր օր մեր 1 պարկ այցելես ու վայելես։ Հիմա դիմացը մոտ 2 ամսից արդեն նոր տարի է եւ բոլորս երբեմն նոր մոդայիկ է դարել նաեւ, իհարկե ես ավելի շատ ավանդական տանը նշելու կողմնակից եմ, բայց մարդիկ գնում են եւ տարբեր ուղևորությունների, տարբեր երկրներում դիմավորում են։ Ունենք այսպիսի փաթեթներ, որ կարող եք ներկայացնել եւ նոր տարվան ինչ ունենք մենք Յազ կղզում առանձնահատուկ, որ կարելի այ գնալ այնտեղ եւ նոր տարի անել։ Ես էլ գնամ տունը տիկնոջս ասեմ Արմինե, այս տարի մենք գնում ենք Յազ կղզի մեր բալիկների հետ նշելու նոր տարի։ Դե նոր տարուն, ինչպես նշեցի արդեն, տվյալ այգիները իրեն գործում են, միշտ շատ հետաքրքիր տոնական շունչ են իրանք մտցնում, լինելով տաք կլիմայական գոտում, իրենք միևնույն է իրենց զարդարելու այդ մոտեցումը, դեկորացիաները, հեքիաթ ստեղծելու իրենց արվեստը շատ սիրուն են անում այդ ամեն ինչը։ Նոր տարուն նույնն է, ինչ որ թվեցի նոր։ Ուղղակի մինչ նոր տարի նաև նշեմ, որ դեկտեմբերին իրենք ունեն նաև Ֆորմուլա 1, որը հենց Աբու Դաբին հայտնի է Ֆորմուլա 1-ով ու արդեն իսկ ես կասեմ երևի ամրագրումների համար երևի տեղ չկա, մեծ հոսք է, հա։ Շարունակենք զրույցը, ինչ շատ հետաքրքիր է առհասարակ այսօր մարդիկ ձգտում են մատչելիության, հա, եւ ես գիտեմ, որ կա BookTour կետեմ, որի միջոցով կարող են ամրագրումներ անել, կուզենայի խոսենք BookTour-ի առավելություններից, ինչու պիտի մարդիկ ընտրեն BookTour-ը եւ ինչ է առաջարկում։ Մեր համակարգը ունի հնարավորություն տալու մարդկանց շատ ավելի ցածր գին, քան այն համակարգերը on-line, որոնք մարդկանց մոտ արդեն ընդունված է, հա, տարբեր միջազգային կազմակերպություններ, Booking-ը, Agoda-ն, սակայն այն ինչ որ մենք ենք առաջարկում, շատ ավելի մատչելի է։ Ինչու՞, որովհետև մենք կարողանում ենք առաջարկել մարդկանց մեծածախ արժեքներով։ Այսինքն ցանկացած տուր ֆիրմա ունի մեծածախ հյուրանոցի արժեքներ ունենալու հնարավորություն։ Նույն արժեքները արտացոլվում են նաև մեր համակարգում։ Բացի այդ, մենք ավելացրել ենք մի նոր հատված, եթե ինչ-որ մի on-line համակարգում հաճախորդը տեսնում է ավելի մատչելի գին, ինքը կարող է նշել, որ կա այսպիսի գին, խնդրում եմ տվեք այս արժեքին համապատասխան։ Ու մենք կարողանում ենք հարցման միջոցով այդ արժեքը տրամադրել։ Այսինքն յուրաքանչյուր ընտանիք կարող է իր բյուջեն կազմել հանգստանալու եւ առաջարկել։ Օրինակ այս բյուջեն ունենք, խնդրում ենք մեզ օգնել, որպես այս տարի։ Չէ, կարող է նաեւ տեսնել, որ այլտեղ այս գինն է առաջարկված եւ այս պարագայում ձեզ հետ կապ հաստատել, ասել մեզ այս գինը կարող է։ Հա, օրինակ, եթե ավստրիական ինչ-որ մի հատ on-line համակարգում ինքը տեսել է ավելի ցածր գին, օրինակ Ավստրիայի շուկայի համար ուրիշ գին է տվել հյուրանոցը։
իսկ հայկական շուկայի համար ուրիշ արժեք է։ Ինքը կարող է նշել, որ կա նման արժեք, կարող եք մեզ այս արժեքը տալ։ Մենք արդեն հարցման միջոցով այդ նույն արժեքը տալիս ենք։ Իսկ ընդհանուր բյուջեի հետ կապված կա հստակ հարցադրումներ, որ մեր աշխատակիցները տալիս են։ Առաջին հարցը այն է, թե նախկինում որտեղ եք հանգստացել, որպեսզի հասկանանք, թե ինչ տիպի հյուրանոց ենք իրան տալի։ Իսկ բյուջեն, այո, հարցերից մեկն է, որով որ մենք պետք է հասկանանք ինչքան գումար է մարդը նախատեսել իր այս տարվա հանգստի համար։ Ըստ այդմ առաջարկում ենք հյուրանոց։ Այ կարող ենք մի փոքր ավելի բաց ինֆորմացիա տրամադրել Adventures Tour-ի մասին եւ դրա առավելությունների։ Adventures Tour օպերատորական կազմակերպությունը ավելի քան 10 տարի է, ինչ գործում է Հայաստանում։ Ես կուզենայի սկզբից առանձնացնել Adventures Tour օպերատորական կազմակերպությունը դա B2B ձեռնարկություն է, այսինքն մենք աշխատում ենք տուրիստական գործակալությունների հետ, այսինքն առաջարկում ենք մեր պրոդուկտը, որպեսզի տուրիստական կազմակերպությունները վաճառեն գնեն եւ վաճառեն զբոսաշրջիկներին, իսկ արդեն Booktour.am-ը դա դուստր կազմակերպությունն է, որը արդեն աշխատում է տուրիստների հետ, զբոսաշրջիկների հետ։ Adventures-ի հետ կապված մենք հենց սկզբից սկսել ենք մեր գործունեությունը էմիրությունների հետ, տարեստարի խորանալով եւ հայաստանյան շուկայում հետաքրքրությունը մեծանալով Էմիրատների ուղղությամբ մեր գործունեությունը ծաղկեց եւ մենք այնտեղ աշխատում ենք ամենախոշոր կամպանիաների հետ, մշտապես ունենք ամենալավ արժեքները, բացի այդ ՅԱՍ-ի հետ կապված մենք աշխատում ենք հենց իրենց туриզմի նախարարության հետ եւ ՅԱՍ-ի հենց ՅԱՍ կղզու մենեջմենթի հետ եւ կարողում ենք առաջարկել ոչ միայն ՅԱՍ հյուրանոցների լավագույն արժեքները, այլ նաեւ առանձին պարկի տոմսերի, որտեղ հաճախ լինում է որ մարդիկ ուզում են մնալ ուրիշ էմիրությունում, բայց օգտվել պարկերից։ Այդ դեպքում մենք շատ ավելի մատչելի գնով նույնիսկ պաշտոնական կայքերից կարողանում ենք առաջարկել այդ տոմսերը։ Կարելի ասել, որ դուք համարվում եք հանրապետությունում այսօր ամենամեծ ցանց ունեցող արաբական էմիրությունների հետ, հա, այդ առաջարկ ներկայացնող կառույցներից մեկը։ Դա ես չեմ ասել, երկրի туриզմի նախարարություններն են նշել ու հպարտությամբ կարող եմ ասել, որ այո։ Դե ինչ ավելի լավ է մեկ անգամ պատկերավոր տեսնենք այն ամենը, ինչի մասին զրուցում ենք ու նոր շարունակենք զրույցը, այս պահին տեսանյութ շատ մոտիկից դիտեք, որպեսզի հետո ասեք ես ուզում եմ այնտեղ գնալ։ Տեղափոխվում ենք ՅԱՍ կղզի։ Աբու Դաբիից ընդամենը կես ժամ հեռավորության վրա գտնվում է Yas Island կղզին, վայր, որտեղ իրականությունն ու ֆանտազիան միավորվում են։ Ferrari World Abu Dhabi-ն աշխարհի առաջին փակ Ferrari թեմատիկ զբոսայգին է։ Ferrari World-ը արագության ու հուզմունքի աշխարհ է, որտեղ ամեն անկյունը լի է էներգիայով։ Հաջորդը ջրային թագավորությունն է Yes Water World-ը։ Ավելի քան 40 ատրակցիոն ամեն ճաշակի եւ համարձակության համար։ Հսկայական ալիքներ, երկար ջրասահքեր ու անսպասելի շրջադարձեր ադրենալինով եւ զվարճանքով։ Իսկ հոլիվուդյան մթնոլորտի սիրահարներին սպասում է Warner Bros. World Abu Dhabi-ն։ Բեթմենով, Սուպերմենով եւ բազում այլ հերոսներով լի կախարդական աշխարհ։ Չմոռանանք նաեւ արագության սիրահարներին։ Այստեղ ամեն տարի անցկացվում է հայտնի Ֆորմուլա 1 մրցարշավը։ Սա ոչ միայն մրցուղի է, այլև մեծ տոն արագության եւ էներգիայի սիրահարների համար։ Եթե Աբու Դաբիում ես, մեկ բան հաստատ պետք է անես՝ գնաս Yas Island։ Այստեղ ամեն պահ լի է էներգիայով, շփիկներով եւ հիշողություններով։ Ես պետք է բացեմ գաղտնիք, ես իսկապես եղել եմ այնտեղ եւ երեխաներից հետ շատ տպավորիչ է այս տեսանյութից հետո ինձ թվում է դու էլ համոզվեցիր, որ պետք է մեկ առաջացավ եւ ես քեզ բարի նախանձով նախանձում եմ Անահիտ, դու եղել ես այն։ Այ հիմա հատուկ նաեւ քեզ համար եւ մեր հեռուստայտողի կճշտենք թե որոնք են լավագույն հյուրանոցները Yas կղզում։ Yas կղզում լավագույն հյուրանոցները համարվում են Hilton Abu Dhabi Yas Island-ը, WB Yas Island հյուրանոցը եւ
կա նաև մեկ շատ հետաքրքիր գեղեցիկ հյուրանոց W Yas Island է կոչվում, որի միակ հյուրանոցն է, որի մոտով անցնում է ֆորմուլայի այդ մի քանի մետր տարածությունը եւ այսինքն հյուրանոցում գտնվող մարդիկ կարող են հետևել այդ սենյակներում գտնող անձիկ կարող են անմիջական հենց իրենց պատշգամբներից հետևել ֆորմուլային եւ այդ համարները սպառվում են լույսի արագությամբ եւ իհարկե բարձր արժեքներով, բայց եւ այնպես դա միակ հյուրանոցն է, որի դիմացով հանգիստ մարդիկ վայելում են ֆորմուլա 1-ը։ Եվ վստահաբար հետաքրքրում է թե որտեղ կարող են ընտրել հարմար, ինչու ոչ, եթե կան խանութներ կամ մոլեր, սրա մասին խոսենք։ Միանշանակ։ Yas կղզում կան մի շարք սննդի կետեր, Yas Bay հատվածում, ծովափնյա հատվածում կան մի շարք ռեստորաններ, որտեղից կարելի է օգտվել։ Մոլերի հետ կապված, այո, կա Yas մոլը, որը շատ ավելի հարմար արժեքներ է տալիս, քան Էմիրատների ընդունված այն մեծ մոլերը, որտեղ իրականում շատ ավելի թանկ արժի նույն բանը, ինչ որ գնես մեկ այլ մոլից։ Yas-ում կան մեծականակ տեսակի բրենդային խանութներ, ինչպես նաև food court, որտեղից էլի կարող են մարդիկ սնվել։ Բայց ավելի շատ հետաքրքիր են հենց պարկերիում գտնվող սննդի կետերը, օրինակ նույն Ferrari-ում դուք կարող եք սնվել իտալական խոհանոցով, իսկ այ օրինակ Warner Brothers-ում այն մուլտֆիլմները, որտեղ որ ներկայացված են ու մուլտֆիլմներում ինչ սնունդ որ ուտում են հենց հերոսները, ամեն հատվածում այդ նույն սնունդը առաջարկվում է հյուրերին։ Պատկերացնում ես երեխաների այդ տպավորությունը, որ նույն բանը ինչ որ մուլտֆիլմում է։ Դա երազանք է երեխաների համար եւ ես պատկերացնում եմ, այսինքն իրենց ուրախությունը, չնայած յուրաքանչյուրս էլ ունենք երազանքներ, մուլտֆիլմում այն ինչ սնվում են, դուք էլ եք սնվում։ Անշուշտ։ Եվ ինչ ժամկետներում են բաց հիմնական զվարճանքի պարկերը։ Հիմնականում բաց են առավոտյան 10-ից մինչև 7-ը, որոշ այգիներ 11-ից 7-ը, բայց իրենք ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերը աշխատում են 1 ժամ ավել, մինչև 8-ը։ Խոսեցինք իհարկե զվարճանքի, պարկերից, որտեղ կարելի է իսկապես ընտանիքով գնալ եւ ոչ միայն, իսկ կան նաեւ վայրեր, որտեղ ուղղակի կարող են այցելել, օրինակ ես գիտեմ, որ նույն Լուվրը Աբու Դաբի, թվով երկրորդ աշխարհում, որ կոչվում է Լուվր, այն ինչ առավելություններ էլ կան եւ ինչ վայրեր, որտեղ կարելի է այցելել։ Այո, Աբու Դաբի մեկնելիս ընդհանրապես դու չես անձրանա, որովհետեւ բացի զվարճանքի վայրից, որոնք նշեցինք Yas կղզում, Աբու Դաբին նաև հարուստ է իր նորարարություններով։ Լուվրը նշեցիք, ունի հիասքանչ շատ դիտարժան մզկիթ, որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ գորգը, ամենամեծ Սվարովսկի քարերով իրենց ջահը, վերջերս բացվել է շատ գեղեցիկ հետարքիր մի կենտրոն, Team Lab է կոչվում։ Եվ երբ որ դու մտնում ես այնտեղ մարդկային մտքի թռիչքի վրա զարմանում ես թե էլ ինչ էր կարող են անել հիասքանչ լուսային էֆեկտներով այսպես չեմ կարծում ոնց որ հայտնվես հեքիաթում այսպես դա պետք է տեսնել Team Lab-ը կարող են գնալ ունե շատ շքեղ իրենց արքայական պալատն է էլի մարդիկ գնում են ու ժամեր կարող ես անցկացնել այնտեղ ու հիմա թրենդի մեջ է, չէ, Instagram-յան ֆոտոներ անել, միանշանակ շատ ինքը գեղեցիկ վայր է։ Էլ ինչ։ Այսինքն ոչ միայն ժամանակակից, այլ նաև մշակութային վայրեր կան, որտեղ որ կարելի է զուգահեռ այցելել։ Մշակութային վայրերը այստեղ համադրվում են արդեն թե մշակութային, ինչպես Լուվր մզկիթ, այնպես էլ իրենց նորարարություններով, ինչպես նշեցի Team Lab օրինակ, դա արդեն ոչ թե մշակութային է, այլ 21-րդ դարին արժանի ինչ որ այցելելու տեղ է։ Ես դա բառերով չեմ կարող նկարագրել, էլի ինքս նորեն վերադարձրել ու շատ տպավորված եմ, շատ։ Սա այն դեպքն է, որ իսկապես, եթե բառերով չեն կարող նկարագրել, նշանակում է պետք է գնալ, այցելել, զգալ այդ ամենը, հետո գալ ու կիսվել զգացողություններով։ Մեզ մնում է միայն ձեզ շնորհակալություն հայտնել, որ այս առավոտ ժամանակ տրամադրեցիք, եկաք եւ խոսեցիք ամենակարևոր հանգստի մասին, ու մենք հիմա այսպես թռիչքային մտածում ենք մեր հաջորդ թռիչքների մասին, մեր հյուրերն էին սիրելիներս այսօր Adventures Tour օպերատոր ընկերության փոխտնօրեն Արեգ Սինանյանը եւ туриզմի դեպարտամենտի ղեկավար Լիլիթ Խարատյանը։ Եթե ավելացնելու էլ բան չունենք, պարզապես զբոսաշրջիկներին կամ մեր հեռուստադիտողներին կարող եք ասել ձեր խոսքը որպես ուղղորդում, եկեք
Եկեք թռիչքի։ Կցանկանայի նշել, որ այսօրվա մեր թեման յաս կղզին հենց այն ուղղությունն է, որտեղ պարտադիր պետք է տանեք ձեր երեխաները եւ ինչու որ դուք ինքներդ գնաք եւ տեսնեք ու միանշանակ հավատացած եղեք, որ մեկ անգամ գնալով այնտեղ աշխարհընկալումը եւ երեխաների աշխարհըմբռնումը միանշանակ փոխվելու է։ Այնպես որ եկեք ճանապարհորդենք։ Ես կուզեմ ավելացնել, որպեսզի ճամփորդելը դա այն հարստությունն է, երբ որ դու գումար ես ծախսում, դա կրկնակի հետ է վերադարձում քեզ տվյալ ծախսը էմոցիաների, երջանկության միջոցով։ Եվ դրական էներգիա։ Այո, եւ դրական էներգիայի շատ ճամփորդեք եւ առողջ եղեք։ Շատ շնորհակալություն, որ մեր հյուրն եք այսօր, դե ինչ այո, շատ ճամփորդեք, առողջ եղեք, մի դադարեք հավատալ հրաշքների ու եթե մենք մեր բարեկիցները մանուկ տարիքում հնարավորություն չեն ունեցել դա վայելելու, դուք եք գնացեք հիմա եւ մանկացեք ձեր երեխաների հետ միասին։ Այո, այսօր աշխարհը այնքան բաց է դարձել, որ յուրաքանչյուր կետ կարող ես գնալ, ոչ միայն ճամփորդել, այլ նաեւ հանգստանալ զուգահեռ երկու իրականության մեջ գտնվել։ Հանգստանալու հետ նաեւ ճանաչել այլ մշակույթներ, իսկ այլ մշակույթներ ճանաչելու հետ մեկտեղ նաև կփոխվի ձեր աշխարհայացքը, դուք կանբարեք նոր գաղափարներ, կգաք ու կստեղծագործեք։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ հետ Վրեժներ, Անահիտը, մնացեք բարով։ Մնացեք մեզ հետ եւ միշտ ճամփորդեք մեզ հետ։